Հենց այս 42 արկղերով է տարանցիկ երկրներով Հայաստան ներմուծվել ոչ միայն բանան, այլև մոտ 450 միլիոն դոլար արժողությամբ 788 կիլոգրամ կոկային տեսակի թմրամիջոց։ Ընկերությունը, որի միջոցով այն բերվել է Հայաստան, պատկանում է ՀՀԿ-ական նախկին падգամավոր ԴՀԿ նախկին պետ Միրան Պողոսյանին, ձեռք է բերել Էկվադորում գործող Նոբուա ընկերությունից։ Տարանցիկ երկրներով, Պանամայի հանրապետությունով, Իտալիայի հանրապետությունով, Վրաստանի հանրապետությունով եւ արդեն իսկ Բավրիայի անցակետով ներմուծել են Հայաստանի հանրապետություն 2023 թվականի մայիսի 1-ին, որից հետո նշված թմրամիջոցը իրացման նպատակով պահել են նույն ընկերության պահեստում։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է ընկերության աշխատակիցը մայիսի 13-ին, այնինչ թմրամիջոցը քննիչի խոսքով ներմուծվել եւ աշխատակիցներն այն տեսել են մայիսի 2-ին։ Երբ որ աշխատակիցները պարզել են, որ արկա է նշված թմրամիջոցը, այդ ժամանակ ոչնչացել են պահեստի տեսանկարող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև նշված կոկային տեսակի թմրամիջոցի որոշ չափը վերացել են լցրելով կոյուղու մեջ։ Բանաններն ու թմրամիջոցը տեղափոխած վարորդը ազգության վրացի է, որն ըստ քննիչի իր ցուցմունքով հաստատել է այն փաստը, որ 2023 թվականի մայիսի 2-ին են աշխատակիցները թմրամիջոցի արկայության մասին տեղեկացել։ Եթե անձավոր խումբ է գործել, այդ դեպքում ինչու են հայտնել թմրամիջոցի մասին։ Ըստ քննիչի պատճառն այն է, որ այդ մասին նախատեսվածից շատ ավելի մարդ է իմացել։ Ի սկզբանե խոսվում էր 1 տոննա կոկայինի մասին, ինչպես այն հետագայում դարձավ 788 կիլոգրամ։ Ըստ քննիչի փորձաքննություն է նշանակված եղել։ Փորձաքննության եզրակացության համաձայն զանգվածը հանդիսացել է 788 կիլոգրամ կոկային տեսակի թմրամիջոց, սակայն քրեական վարորդի ընթացքում տեղեկություններ են նաև ստացվել այն մասին, որ թմրամիջոցը նախքան վարորդի իրականացնող մարմնի մոտ հայտնվել է, թմրամիջոցից որոշ մաս կոյուղու մեջ է լցվել։ Էկվադորում գործող ընկերությունը զբաղվում է բանանի արտահանմամբ, իսկ Միրան Պողոսյանի ընկերությունը մրգերի առուվաճառքով ու ներմուծմամբ։ Ըստ քննիչի Միրան Պողոսյանը տեղյակ է եղել, որ Էկվադորից թմրանյութ է ներմուծվելու Հայաստան։ Միրան Պողոսյանը փաստացի հանդիսանում է մրգենի ՍՊ ընկերության ղեկավար է եւ նա այսպես ասած ընկերության այդ գործունեությամբ չի զբաղվում։ Ընկերությունը ունի իր տնօրենը, ունի իր ղեկավարը, իր առանձին աշխատակիցները։ Մենք ունենք հեռախոսազանգեր WhatsApp հավելվածի միջև, երբ որ պարզել ենք, որ Միրան Պողոսյանի հեռախոսահամարը, որը հաշվառված է իր անվամբ, հեռախոսակապի մեջ է գտնվել Էկվադորի հանրապետությունում գործող Նոբուա ՍՊ ընկերության այն աշխատակցի հետ։ Պարզվել է, որ Էկվադորից նաև մայիսի 3-ին եւ 5-ին է փորձարվել կրկին նույն ընկերության պատվերով բանանով բռնված մոտ 2 տոննա թմրանյութ ներմուծել Հայաստան։ Սակայն այն Իտալիան բռնվել է եւ քրեական գործ հարուցվել։ Իսկ այստեղ ում պետք է իրացվեր խոշոր չափի թմրամիջոցը դեռ պարզվում է։ Թմրամիջոցը այս պահին գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում։ Իսկ ինչպես է ստացվել, որ այդ չափի թմրամիջոց է ներմուծվել Հայաստան, սակայն մաքսային ծառայության աշխատակիցներն այդ արկղերը չեն ստուգել ու չեն հայտնաբերել։ Ըստ քննիչի Պողոսյանի ընկերությունը պարբերաբար է բանան ներմուծել։ Եվ մաքսային ծառայողների մոտ արկա է այնպիսի կանոնակարգ, երբ որ ներմուծվող ապրանքը անցնում է կանաչ ուղիով, այդ դեպքում ստուգվում են միայն արկա փաստաթղթերը։ Եթե փաստաթղթերում որևէ խախտում չի լինում եւ որևէ կասկածի տեղիք չի տալիս, այդ դեպքում այդ փոխանցվող բեռը չի բացում եւ չի ստուգվում մեջի պարունակությունը։ Այսպիսով շուրջ 2 տարի քննվող քրեական գործի մի մասով քննությունն ավարտվել է։ Միրան Պողոսյանի եւ եւս 4 անձի՝ ընկերության ղեկավարի, տնօրենի, պահեստապետի, ներմուծումների եւ գնման բաժնի պետի գործը կուղարկվի դատարան։ Միրան Պողոսյանի նկատմամբ հերակա վարույթ կիրականացվի։ Նա Ռուսաստանում է հետախուզման մեջ։ Լուրերի հետ զրույցում Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց՝ մեղադրանքը չեն ընդունում, դիրքորոշում կներկայացնեն նյութերին ծանոթանալուց հետո։ Տաթև Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։